Բարձրագոչ է, հիմա ասեք չխանգար են, էլի, ասեք թող չխանգար են, էլի, հա, ասեք չզզվսնեն, էլի, հա, ուզում ես կես հետքանի ձեզ տամ, կարամ, էլի, կարամ տամ, բայց չվերցնես։ Արտեք խնդրեմ երկխոսությունը, շարունակեք պարոն Խաչատրյան եւ հարգալից խնդրում եմ։ Այո, խնդրեմ ասած չմիջամտել, դա ձեր անմիջական պարտականությունն է։ Շարունակեք էլի ելույթը, ինձ բան մի արեք։ Այս իշխանությունները, կրկնում եմ, դրերն այս անհասցե դատարկ մեղադրանքների տարափ են տեղում։ Եվ դա անում են գիտակցված, որովհետև եթե իրենք կոնկրետ ինչ-որ բան կարողանային գտնեին կամ ուզենային, իրանք դա կանեին, բայց դա իրանք շահերից չի բխում։ Այդ դեպքում ցանկացած բանական մարդ կվերկենա եւ կասի. լավ, սենց սաղին մեղադրում եք, հիմա պարզվեց 100 մեղադրանքից 3-ը ճիշտ են, այն 4-րդը կարող է ճշտոտա, բայց թող մի քիչ ավելի լավ կչփորեն, բան 96-ը։ Եվ քանի որ դա չեն կարողանում անեն կոնկրետ կամ չեն ուզում անեն, այս ֆոնն են պահում։ Բոլորը կոռումպացված են, ով նախկին ա եղել, կոռումպացված ա եղել։ Հələ մատ նայեք ձեր կառավարության մեջ նախկիններից քանի հոգի մարդ կա։ Ձեր կուսակցության մի տեղակալը նախկին հանրապետական է, մի տեղակալը նախկին ԲՀԿ-ական է, կառավարության մեջ Չէ, ինչ եմ ուզում ասեմ, այսինքն որ դուք բոլոր նախկիններին այտենց փորձում եք սևացնել, մի հատ դրան նայեք։ Եվ հիմա քանի որ որևէ բան չունեք հասարակությանը ներկայացնելը, տնտեսությունը ձախողվում է, նայել եք թվերը, 30%-ով թերակատարել եք հարկային հավաքագրումները, արդյունաբերությունը 20%-ով անկում է ապրել համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Արտանումները 1/3-ն են համեմատած անցյալ տարվա հետ։ Ունեք ներդրումների արտահոսք։ Հապարզը, դրանով հպարտանայիք, դրանով կարողանայիք ինչ-որ մարդկանցից, ընտրողներից ձայն ստանալ, դրա մասին խոսեիք։ Թուրքերը մինչև հիմա ջերմուկում են, շուրնուխում են իդեպ, շուրնուխում, ոնց են հայտնվել շուրնուխում, նրանք ովքեր ունեն գաղտնիության թույլտվություն կարող են գնալ եւ պաշտպանության նախարարությունում տեղեկանալ այդ փաստաթղթի բովանդակության մասին։ Արցախը բռնազավթված եւ հաթափված է։ Մի հաջողություն ասեք, որի մասին կարող եք բարձրաձայնել։ Չկա այդ ամեն ինչը։ Չկա։ Եվ դրա համար սկսում է այս ամեն ինչը, բոլորը թալանչի են, բոլորը հանցագործ են, բոլորը էս են, բոլորը են են։ Բա անմեղության կանխավարկած եք հարգում։ Բա հարգեք, մինչև վերջ սկզբունքային եղեք եւ հարգեք այս անմեղության կանխավարկածը։ Ասեք կա քրեական գործ, լավ, կա քրեական գործ։ Այս դեպքում հարց է գալու իրավապահ մարմիններին 7 տարիա քրեական գործերի մասին եք խոսում։ Թե կոռուպցիոն, թե քաղաքական։ Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության 100-րդ օրը հանրապետության հրապարակում հայտարարեց, ասեց մարտի 1-ի գործը ըստ էության ամբողջովին բացահայտված է։ Եվ ո՞րն այդ նոր բացահայտումը։ Կարող եք ասել, ինչ նոր բան եք բացահայտել։ Հոկտեմբերի 27 եք ասում, Արման Բաբաջանյանին ուղարկում եք Նայիրի Հունանյանի հետ հանդիպման։ Ինչ բան բացահայտեց, ինչ որ նոր բան։ Պողոս Պողոսյան դատ եղավ կարծեմ նոր։ Ինչ բացահայտեցիք։ Բա ասում եք հեսա, գալու ենք, բացահայտելու ենք։ Էդ էլ չեք կարողացի անել։ Չեք կարողացի անել, դրա համար այսպես գնում է այդ փչացած պատեֆոնը։ Թալանել են, գողացել են, թալանել են, գողացել են։ Իսկ այսօրվա դեպքերի մասին։ Այսօրվա աղաղակող փաստերի վրա աչք եք փակում։ Ընկնում եք ջղաձգումների մեջ։ Մի քանի բան, որը ավելի առարկական մեղադրանքներ։ Ասում եմ դուք կրթությանը դեմ եք եւ դրա համար ակադեմիական քաղաքի գաղափարին դեմ եք։ Տիկնակ եւ պարոնակ կրթության ղեկավարներ, կարող եք նշել մի երկիր, որի մայրաքաղաքում բու չի լինելու։
Կարող եք նշել։ Կա տենց մի երկիր։ Որն է։ Տուվալուն թե Պալաուն։ Բուրկինա Ֆասոն, կակրաս, Բուրկինա Ֆասոն եւ ԿՊ-ի օրոք Հայաստանի Հանրապետությունը։ Բուրկինա Ֆասոյի մասին ճիշտ ասած վստահ չեմ։ Որովհետեւ այդ ակադեմիական քաղաքը իրականում անշարժ գույքի խոշոր մեգա ծրագիր է։ Այլապես որևէ բանականություն չի կարող հիմնավորի, թե ինչպես կարելի է մայրաքաղաքից բուհերը հանել։ Լավ շենքեր են, լավ շենքեր են, շինարարությունը, լավ շինարարությունը։ Հիմա անդրադառնանք շինարարությանը։ Այն որ շինարարության այս գերտաքացած շուկան ական է տնտեսության տակ, քիչ-քիչ կսկսենք զգալ, անշարժ գույքի գները սկսում են ընկնել, գործարքների ծավալները պակասել են։ Բանկերի դեպոզիտային պորտֆելի 1/3-ը հիպոթեկի մեջ է, պատկերացնում եք դա ինչ ռիսկի կոնցենտրացիա։ Բայց ես դրա մասին հիմա չեմ ուզում խոսեմ, ենթակառուցվածքային շինարարության մասին։ Հարց է տալի նախարարին, ասում ես փոսա, քանդվում, ասում է փողը չենք վերցրել։ Ինձ ինչ վերցրել ես, չես վերցրել։ Ակնհայտ է, չէ՞ որ մեքենաները ջարդվում են այդ փոսերի մեջ, ակնհայտ է։ 5 տարուց ավել է շինարարությունով պարծենում եք, հիմա դուք ասում եք ճանապարհների, այս ինչքան մասի փողը չենք տվել։ Լավ է կարե չէ։ Բայց պարզ է, չէ՞ որ սխալ պլանավորում է գնացել։ Պարզ է, չէ՞ սխալ պլանավորում է գնացել։ Վատ որակի է այս ամեն ինչը գնացել։ Ո՞վ է պատասխան տվել, ասում փողը չենք տվել։ Իսկ տնտեսության վնասը հաշվել եք։ Հաշվել եք, որ մեքենան մտնում է, փոսը կոտրվում է, ջարդու փշուր է լինում։ Դա ինչ վնաս է մեր տնտեսությանը։ Սա էլ փակվեց, այս թեման էլ այլևս չկա։ Խաղաղության օրակարգից ինչ կա։ Մի քանի օր առաջ Արադ Միրզյանն ասում էր, դե լավ լուրի ենք սպասում, թախտին նստած բախտին է սպասում։ Կա ինչ-որ բան։ Չկա որ գաք ասեք, սենց ռեալ ինչ-որ մի դրական ազդակ ենք սպասում։ Դա չունեք եւ անում եք այն, ինչը ձեր մոտ ստացվում է ամենից լավը։ Քննադատել, վիրավորել, մեղադրել եւ զրպարտել, որովհետեւ դուք 7 տարի լինելով իշխանություն, ձեր էությամբ մնացել եք դեստրուկտիվ ապակառուցողական հայհոյող ընդդիմություն։